Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի մահվան մասին Armenpress-ը տեղեկացել է նրա ընկերոջից Հարություն Բոգարյանից։ 3 օրեր հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 3:55-ին սիրտը կանգ է առել, նշել է նա։ Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկա-մաթեմատիկական թեկումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-ից 84 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ 1984-ից 88 թվականներին Մոսկվայի Համամիութենական պետական կինոինստիտուտում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։ 1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և Ղազախ ֆիլմում։ 1988-ից 90-ական թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։ 1990 թվականին նկարահանվել է 3 թագավորների պատերազմը և Ինկաց բերդի իշխանուհին ֆիլմերում, վերջինիս համար արժանացել է տարվա լավագույն դերասան մրցանակին։ 1992-ից 94 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։ 1994-ից 96 թվականներին նկարահանվել է Լենֆիլմ կինոստուդիայի ֆիլմերում։ 1994-ից 96 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1998-ից 2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի Մակբեթ, Լոպե դե Վեգայի Շունը դեզի վրա, Նիկոլայ Գոգոլի Ռևիզոր, Բրանդոյի Չարլի Մորաքույրը, Կալինովսկու Գազանը լուսնի վրա։ 2002-ից 2003 թվականներին կրկին համագործակցել է Լենֆիլմ կինոստուդիայի հետ։ Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ Եղեռնին նվիրված ներկայացումները։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում Մի վախեցիր, Պոկեր կետեյեմ, Գարեգին Նժդե, Ռուսական տապան, Հատուկ նշանակության ջոկատ, Մեդալի հակառակ կողմը։ Նկարահանվել է նաև մի շարք սերիալներում։